խորհրդային աստղից մինչև լեգենդ։ Լեգենդ, որն ապրում է մինչ այսօր, նրա ձայնը, նրա կատարումները, նրա կերպարը բոլորի աչքի առաջ են գալիս միայն անվան առաջին տարը լսելուց հետո։ Շատ երկար ժամանակ իմ կյանքը ուղղակի կյանքս չէ, իմ արվեստը պատնեշի ետևում է, չէր տրվում ինձ ոչ մի հնարավորություն։ Նրա պատմությունը սկսվեց շատ կարճ Խորհրդային Միությունում դեռ փոքր ժամանակից, ապա վերածվելով դարձավ հայտնի աստղ, իսկ կյանքի վերջին տարիները ուղղակի դժոխք դարձան արտիստի համար։ Ինձ համար շատ կարևոր է, որ այսօրվա սերունդը ինձ լսի ու լսի հաճույքով, ոչ թե լսի այնպես, որ դե հա, ինչ-որ մի ժամանակ կար այդպես Էլվինա Մակարյանը։ Ամեն ինչ ես քեզ կպատմեմ, ամեն ինչ կխոստովանեմ, որ սիրես ինձ ասահման։ Էլվինա Մակարյանը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 16-ին Երևանում։ Վաղ տարիքից երաժշտությունը ոչ թե հոբի էր, այլ լեզու, որով նա հասկանում էր աշխարհը։ Մայրը, նկատելով աղջկա սուր լսողությունը, նրան տանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Էլվինան հիմնականում կատարում էր Շարլ Ազնավուրի և Ռոբերտինո Լորետիի երգերը։ Նկատելով տաղանդավոր, բայց փոքր երգչուհու տաղանդը, Մարտին Վարդազարյանը նրան հրավիրում է իր նորաստեղծ ջազային քարյակ, որի կազմում է Էլվինան առաջին անգամ հեռուստատեսությունում ելույթ է ունենում։ Հետագայում առաջարկ ստանում նաև Ռոբերտ Ամիրխանյանից և, ընդունելով առաջարկը, միանում Կռունկ անսամբլին։ 2 տարի անց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը լսում է Էլվինայի հզոր ձայնը և նրան հրավիրում Հայաստանի պետական էստրադային նվագախումբ։ Սկսվում են արտասահմանյան շրջագայությունները, որոնց ժամանակ էլ երգչուհին ուղղակի սիրահարվում է ամերիկյան ջազին։ 1970-ականներից Էլվինան մասնակցում է միջազգային բազմաթիվ փառատոների, ելույթ ունենում աշխարհի տարբեր բեմերում, միաժամանակ սովորում կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։ Նրա ձայնը դարձավ ճանաչելի, իսկ Էլվինան շատ արագ դարձավ այն մարդկանցից մեկը, որին չէին կարող անտեսել։ 1968 թվականին Էլվինան ամուսնանում է։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր։ Առաջին ամուսինը լրագրող Լեոնիդ Միքայելյանն էր։ Լեոնիդի հետ նրանք ապրում են 5 տարի, բաժանվում 1973 թվականին։ Այս ամուսնությունից ծնվում է նրանց դուստրը՝ Զառան։ Երկրորդ անգամ ամուսնանում է Ռոմիկ Ավանեսովի հետ։ 1977 թվականին ծնվում է նրանց որդին՝ Ռոմանը։ Նրանք միասին ապրում են մինչև 1980 թվականը։ Էլվինան բաժանումից հետո ամուսնանում է նաև երրորդ անգամ, սակայն այս ժամանակ նա չի ասում, թե ով է իր ամուսինը, բայց պնդում է։ Նա նույնպես շատ հայտնի է։ 1973 թվականին Էլվինան կատարում է Մոսկվայում «Ուրեք տղաներ» երգը, որը գրել է Ռոբերտ Ամիրխանյանը, և արժանանում գլխավոր մրցանակին։ Դե իսկ այստեղ Հայաստան վերադառնալիս նրան սառն են ընդունում։ Էլվինան շատ հաճախ է իր հարցազրույցներում ասել, որ պարտադիր պետք է ինչ-որ ուրիշ մեծ բեմերում հաջողությունների հասնես, որ հետ գալով հայրենիք քեզ նոր սկսեն գնահատել, սիրել և միգուցե նաև ուշադրություն դարձնել։ Ուշադրության պակաս Էլվինան չուներ, համենայն դեպս նա միշտ գտնվում էր կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ Էլվինա Մակարյանը շատ հաճախ էր սիրում ջազը կատարել հիմնական ամերիկյան ոճերով, այդ իսկ պատճառով նրան շատ հաճախ էին ստիպում, որպեսզի չերգի։ Դու երազնես այս գարնան և գարնան տակ բույրն ես դու։ Մեղադրում էին շատ բաց հագուստների համար, ոչ բեմական սանրվածքի համար, երբեմն նույնիսկ անպարկեշտ պահվածքի համար։ Իսկ 1980-ական թվականներին նա նույնիսկ ենթարկվում է տնային կալանքին։ Էլվինան հենց այդ տարիներին շարունակում է ավելի շատ ստեղծագործել, ավելի էմոցիոնալ, քանի որ նա չէր կարող դրանց մասին երգել, խոսել, նա բոլորը պահում է ու որոշում ճանապարհորդել, միգուցե դա իրեն կփրկի։ Ճանապարհորդությանը իր հետ վերցնում է իր որդուն։ Մի քանի շաբաթ անց Էլվինային զանգահարում է իր մայրը, ասելով, որ նրան աշխատանքից հեռացրել են։ Էլվինան հասկանում է, այլևս Հայաստանում նա տեղ չունի։ Այսպիսով նա որոշում է կայացնում, որ պետք է այսուհետ բնակվի ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում նա ստեղծում է ձայնագրման ստուդիա և նկարահանում տեսահոլովակներ, արտահայտվում, երգում այնպես, ինչպես նա է հենց զգում։ Նրա երգերը դառնում են ավելի խորը, ավելի համարձակ,
քանի որ այստեղ արդեն չկար խորհրդային որևէ սահմանափակում։ Իսկ 1990-ական թվականներին Էլվինան վերադառնում է Հայաստան։ Այստեղ մնում է մի քանի տարի եւ այդ ժամանակ հասկանում է, թե որքան է նրա երգերը սիրված եւ գնահատված արդեն դարձել հետխորհրդային Հայաստանի համար։ Ես վերջապես ասում եմ այն իմ խոսքը արվեստում, որը ես պետք է ասեի շատ վաղուց։ Էլվինան մոր, դստեր եւ որդու հետ վերադառնում է նահանգներ եւ վերջնական բնակություն հաստատում այնտեղ։ Սակայն այստեղից սկսվում է նրա անձնական դժբախտությունների շարքը։ Սկզբում մահանում է նրա մայրը, ում հետ նա շատ կապված էր ու ով նրա ամենամտերիմ մարդն էր, նրա երկրպագուն եւ քննադատը։ Երգչուհին մոր մահից հետո տեղափոխվում է նոր բնակարան, փորձում ինչ-որ մի կերպ անցնել առաջ այդ էտապից, այդ կյանքի դժվարին փուլից, սակայն հաջորդիվ լինում է Էլվինայի համար ամենածանր հարվածը։ Էլվինայի տղան Ռոմանը կնոջ հետ բաժանվելուց հետո որոշ ժամանակ սկսում է ապրել հյուրանոցում։ Այդ ժամանակ նա հեռախոսակապ էր պահում մոր հետ, ինչպես նաև շատ հաճախ հանդիպում էր, քանի որ նրանք շատ մտերիմ էին իրար հետ։ Հերթական հանդիպումից հետո, երբ որ մինչև լույս իրար հետ զրուցում են տարբեր թեմաներից, Էլվինան տղային հրաժեշտ է տալիս եւ գնում տուն։ Մեկ ժամ անց ոստիկանները զանգահարում են Էլվինային։ 28 տարեկան հասակում Էլվինայի տղան Ռոմանը ինքնասպան է եղել։ Դա ամենացավոտ հարվածներից էր Էլվինայի կյանքում։ Դրանից հետո նա այլևս ապրելու իմաստ չէր գտնում։ Չնայած Էլվինայի կյանքում դեռ կային իր աղջիկները, թոռները, սակայն տղայի բացը եւ մոր բացը ոչ ոք նրա համար չկարողացավ այդպես էլ լցնել։ Հուլիսի 9-ի առավոտյան ժամը 11-ին Էլվինան պետք է գնար ձայնագրման ստուդիա։ Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ ժամին նա չի գնում ձայնագրման ստուդիա եւ ընկերները, որոնք նրան սպասում են այնտեղ, զանգահարում են, որպեսզի տեսնեն ուր է նա։ Զանգերին Էլվինան չի պատասխանում։ Ընկերները որոշում են այցելել տուն եւ համոզվեն, որ ամեն ինչ նրա հետ կարգին է։ Երգչուհին մահացած էր։ Մոտ 1 ամիս անց ոստիկաններն ասում են, թե որն է իրական պատճառը մահվան։ Էլվինա Մակարյանը ցավին չդիմանալով ինքնասպան է եղել։ Վարկածներից մեկը այն էր, որ ջազի լեգենդը ինքնասպան է եղել ատրճանակի միջոցով։ Մյուս մասը կարծում են, որ դեղորայքի, սակայն պաշտոնապես ներկայացվել է որպես սրտի կաթված։ Նրա ձայնը, նրա երգերը, նրա խոսքերը ոչ միայն հատուկ էին 70-ական, 90-ական թվականներին, այլ նաև մինչ օրս։ Նրա երաժշտությունը կարելի է լսել ամեն անկյունից, տարբեր ռիլերում կամ նույնիսկ տարբեր ֆիլմերում։ Ես վերջապես ասում եմ այն իմ խոսքը արվեստում, որը ես պետք է ասեի շատ վաղուց։